Դες ամուսինս ինձ ավելի շատ է սիրել, քան ես իրան։ Էդ ոնց։ Այդ ոնց։ Դե ասեք ձևը մենք էլ իմանանք, էլի այդ բոլոր լավ բաների ձևերը չեք ասում, տիկին Ազմիկ, այդ ոնց եք հարմարեցրել այդպես։ Գիտես, ես արագաշարժ էի, ամուսինս մարմանդ էր։ Դրա համար էլ կիսուրս էլ ամուսինս էլ ինձ շատ էի սիրում։ Տիկին Ազմիկ, բայց չսիրեցիք, չէ՞, ոնց որ պայմանավորված ամուսնություն էր ու երջանիկ եղաք, այդպես լինում է։ Ինչ ասեմ։ Որտե՞ղ ես ուզում եմ անպայման բժշկուհի դառնամ, բայց որ ուսումս կիսատ մնաց, դրա համար միշտ Սիրաշահում էի։ Եթե չամուսնայի անպայման կավարտեի։ Մեղքի զգացում ուներ, սիրաշահում էր անընդհատ։ Հա, 50 տարի միասին ապրել եք։ հա, 20 տարեկան ամուսնացել եմ, 48 տարի միասին ապրել ենք։ Մի օր մեր տանը կռիվալ մաղալ չի եղել, շատ հաշտ, համերաշտ։ Ես ու ամուսինս քրոջ ու եղբոր թոռներ ենք։ Լավ էլի, այդ ոնց գտակ իրար, ոնց որոշեցին, որ ոնց որ 7 պորտը անցած չի լինում, այդ ոնց ամուսնացրին ձեզ։ Հա, իմ մորակոց աղջիկը ամուսնացրեց ինձ։ Ուսանող էի, իմ կուրսից բոլոր աղջիկը այդ մորակոց աղջիկը համար մոտ շոր էին կարել տալի։ Ինքը թատրոնի գլխավոր հաշվապահն էր, ռուսական թատրոնի, բայց միևնույն ժամանակ կարեր անում։ Մենք ոնց որ քույրերն էինք։ Ու ինքը բանարից ամուսնացա, իմ ամուսինս իր հորաքոչ տղան էր։ Լավն էիք, տեսա որ լավ աղջիկ եք, չուզեց որ ուրիշ տեղ Շատ գնաք։ համերաշխ ընտանիք ենք եղել։ Ձերոնք հեշտ համաձայնեցին, որ դուք ամուսնանաք, այն տարեկան էիք։ 20 տարեկան։ Իմ կիսուրիս միակ տղան էր այդ տղան։ Գնացել եք ու հանձնվել եք այդ ընտանիքին, Ով գալիս էր մեր տունը հյուր, երկուսից էլ բարեկամ էր։ Օտար մարդ չի եղել մեր տանը։ Շատ հետաքրքիր է, այդ հետաքրքիր է, այդպեսի բան չէի իմացել, էլի։ Բարեկամները բոլորը մեզ հետ կապված էին։ Ես 8 տեղաշոր ունեի, բայց այդ տեղաշորը չէր հերիքում մեզ որ գալիս էին։ Ձեր սկեսուրը ձեզ շատ էր հավանում, ամուսինը գնահատված կին եք եղել, իրենք ձեր ջանքերը գնահատել են։ Իմ կիսուրս ամբողջ օրը ուր գնում էր ասում էր մեր հասմիկը այսքան փող ա բերել։ Դե պիտի ասեք, փաստորեն լինում է։ Համերաշխ ընտանիք ենք եղել, այ հարցս գիտի։ Գանին համարյա 50 տարի մեր տանն է։ Մենք շատ համերաշխ ընտանիք ենք եղել։ Հիշեք այդ ժամանակները։ Ուր ամուսնացել եմ, գնացել ենք Վրաստան, Օֆելիա ջան, որտեղ ապրել ենք, մեծ հարգանք ենք վայելել թե Վրաստանում, թե այստեղ հարևանության մեջ, մեզ բոլորը շատ են հարգում։ Վարժություններ անում եք, ֆիզիկական ակտիվության։ Ես ջահել ժամանակ ենքան վարժություն եմ արել, չեմ հիշում մի օր, որ լույսը բացի հետո զարթնեմ, միշտ մտնով եմ զարթնել։ Ամբողջ կյանքը ոնց որ տան գործերի վրա եք կենտրոնացած եք։ Կուզենայիք դեպի դուրսեր, հասարակական կյանք, աշխատեիք ակտիվ, հիմա կանայք պասիվ չեն։ Օֆելիա ջան, մեծ այգի ունեինք։ Ես որ աշխատեի, այդ այգին չէինք կարողանա մշակենք։ Տարին 10 տոննա խաղող ենք ունեցել ավել։ Մեր կլուբնիկի սեզոնը մի ամիս ա տևել։ Մի ամիս անընդհատ կլուբնիկ ենք հավաքել։ Ձեր ամբողջ ուժը, էներգիան դրել եք տան վրա։ Հա, հետո մենք երկու տեղ ենք տուն ունեցել, համ Երևանում, համ Վրաստանում։ Երկու տուն պահելը հեշտ չէ։ Մեկ ընդեղ եք արել, մեկ ստեղ եք արել։ Մենք մեծ այգի ունեինք։ Այդ այգին խաղողի այգի էր, տակնել կլուբնիկա էր ամբողջ 6000 մետր։ Մենք որ կլուբնիկան հավաքում էինք, մի օրում 40 վեդրո կլուբնիկ էինք հավաքում։ Ամեն մի վեդրոն 8 կիլո։ Ուրեմն հարցս այս գահանեն, աղջկանս աննել է գահանե։ Այդ իմ գահանես էլ նա գալիս էին կլուբնիկի ժամանակ օգնելու, ընդեղ էլ շատ էին օգնում։ Ու այդ ամբողջը ես էի բանանում Տերիչունան, առավոտը ժամը 6-ին վեր եմ կացել, գնացել եմ այգին աշխատել եմ, հետո եկել եմ հավերին կուտ եմ տվել, 100 հատ հավ էի պահում, հավ, ընտկավ, ղազ, թեպետ քաղաքի աղջիկ եմ եղել, բայց գնալուց մի շաբաթ հետո կով եմ կթել, հաց եմ թխ, ամեն ինչ արել եմ կյանքում, քաղաքի կյանքին եմ խառնվել, ջուղում ջուղի, հաց եմ թխել, կով եմ կթել, ամեն ինչ արել եմ, այգի եմ մշակել։ Չեք մտածել, որ ես քաղաքի աղջիկ եմ, ինչի պիտի կով կթեմ կամ չէ, գիտես երեխաներ ծնվելուց հետո ուզում էի, որ իմ երեխաներս ապահով լինեն, բա այսքան ունենք, որ չանենք, պիտի այգի փչանա,
բերք չպիվեցնենք, հաստուխ ունեինք, այդ հաստուխը մահացավ, լավաշ էինք թխում, մենք որ լավաշ էինք թխում 5 կիներ պետք, 2 հատ օխլավ, մի հատ գրտնակ, մի հատ թխող, մի հատ հանող, թոնից հացը հանող, այս կինը որ մահացավ, մենք լավաշ չենք ուտելու, բայց բանա մի բարեկամ ունեինք, ասեց հասմիկ չմտածել, ես ձեր հացը կթխեմ, ասի չէ, ես պիսոր եմ, այնա ամուսինս էր թոները վարում, ես երեկոյան խմորը անում էի առավոտ, շուտ վերիկ եմ գունդ էի անում, ուրեմն այդ դե հավաքվում էինք հարևաններով, ես իրանց էի օգնում, իրանք էլ թխելու մեզ էին օգնում, հիմա այդ բարեկամը այդ թեժ ժամանակ ասի, երկու անգամ դու խփի, ես հետո բանանում, նայեմ տեսեմ ոնց ես անում, հետո ես կանեմ, այնա թե ես քո հացդ կթխեմ, ասում եք ես սովորելու բան չի մի սովորի, բայց զորով այդ կնոջը վերկացրեցի, սկսեցի թխելը, հենց առաջի հացը կպավասի, վсё։ Ուտեց ես սկսեցի մեր հացը թխելը, կով եմ կտել, հաց եմ թխել, ամեն ինչ արել եմ, հող եմ մշակել, շուկա եմ գնացել։ Ինչ անել չգիտեք։ Առաջ ասեղնագործում էի, դաժե իմ գործած բաները, իմ կիսուրս վերցնում էր սրանան օժիտի բարերի տալիս էր, այն ժամանակ դարուշկեք էինք գործում մեծ ասեղնագործություն էինք անում, բայց հիմա էլ չեմ անում։ Բայց լավ կլինի հիմա անեք, որովհետև հիմա որ ասեղնագործեք, ձեր մատները նաև կօգտագործեք այդ մանր մոտորիկան, դա այլ ես շատ մեր ամեն ինչը տաներ, Օֆելիա ջան, ուրեմն մեղրից սկսած, մեր պատվալը որ մտնեիր, բարևդ կմոռանայիր։ Սա մրգերը կախածնով, մենք նենց նուր ունեինք, բանը ամեն տարի ես նրան սոգ էի սարքում, այն ճակած նռերը սաղ մաքրում էի, 100 շշով նրան սոգ եմ սարքել, բոլոր մրգերից սոգ էի սարքում, ղավրումա, յուղը, բանը մեղրը, ամեն ինչը, բանը ձմերվա զապաս էինք անում։ Տիկին ասմի, գիտեք ինչն է հետաքրքիր, որ ձեր հետ զրույցում հասկանում եմ զրույցի ժամանակ, որ միայն կենցաղով ապրելը, միայն կենտրոնանալը տան վրա, ինչքան էլ ասվում է, որ դա ճիշտ չի, փաստորեն դա էլ է երջանկաբեր։ Եթե մարդը միայն կենտրոնանա տան գործերի վրա, ամեն ինչ անի լավ, ստեղծի, նվիրվի ընտանիքին, դուք փաստորեն դրսում էներգիա չեք ծախսել, չեք աշխատել, ուրիշ բան չեք արել, միայն ընտանիքում եք կենտրոնացել երջանքերը։ Սա էլ է երջանկության բանաձև։ Երևի Ֆինանսական հարցերով էլ եք դուք զբաղվում, թե մենակ մշակությունը, փողը տան փողում ձեռքներ էլ է ճիշտ ասեք։ Ես շուկայել եմ գնացել։ Բայց փողը բերում տալիս եք ձեր ամուսնուն, թե ձեր մոտ էր մնում։ Քանի կեսուրս կենթանի էր, բերում տալիս է իրան։ Ինքն էլ փող հաշտել շատ էր սիրում, իրիկունը լսում էր սեղանի վրա, որը մի փեշ փող էի բերել։ Ասում է փող էի հաշտել։ Լավ Բայց որ ամուսինը կեսուրս մահացավ, արդեն տալիս էի ամուսնուս։ Դուք չեք տնօրինը փողը։ Ես չէ։ Լավ աշխատել եք, ստեղծել եք, փողը տարել եք, տվել եք իրենց, հա։ Հա, ես մի անգամ նկարել են գիտի, մենք փող չենք պահել, ես փող չեմ պահել ինձ մոտ։ Իսկ ձեր ծախսերի համար հագուս, զարդեր, չգիտեմ, այսպիսի բաներ։ Ես ոսկեղեն ենքան չեմ սիրել, ես որ սիրեի, այն ժամանակ ոսկին շատ էժան էր։ Մի անգամ Շահումյանի արձանի կողքին մի հատ ոսկի խանութ կար, ես մի հատ բրասլետ տեսա, ամբողջը բրիլյանտերով, փող էլ կար մոտս, բայց ձեռքս չգնաց առնեմ, ասեմ առնեմ հանկարծես կորցնեմ, բան։ Բայց այդ գաղտնիքը չասեցիք էլի, ասացիք, որ ամուսինս ինձ ավելի շատ էր սիրում, քան ես իրեն։ Այդ ոնց։ Չգիտեմ,